Շարժում ենք առայժմ սիրելի հեռուստադիտողներ, մշակութային ու հատկապես երաժշտական ոլորտում ունենք ներկայացուցիչներ, ովքեր ստեղծագործում են, երգում են եւ բնական են համարում իրենց գործը, որովհետեւ տաղանդավոր են եւ աշխատում են։ Բայց ոլորտում կան ներկայացուցիչներ, ում գործունեությունը մի քիչ ավելի խորքային մտածողություն եւ կարեւորություն ունի եւ այդ ներկայացուցիչներից մեկը մեզ մոտ է Տաղավարում, Սիպիլ է երգչուհի, նախ ասենք բարի ողջույն, ուրախ ենք ձեզ տեսնել մեզ մոտ Տաղավարում։ Բարի առավոտ։ Եվ ասենք, որ րոպեներ անց մեր եթերում լինելու է նոր երգի, նոր տեսահոլովակի պրեմիերա, ինչի մասին է խոսք, արդեն կարծում եմ նրա հետ միասին կբարձենք։ Այո, ես առաջարկում եմ հենց միանգամից այդ թեմայից էլ սկսենք խոսել, նախ շնորհավորում ենք, իհարկե, երբ պաշտոնապես այսպես պրեմիերան նաև մեր եթերում կլինի, այդպես էլ կշնորհավորենք, բայց հետաքրքիր է մի փոքր խոսենք հենց երգի մասին, Արևի մոտ է կոչվում երգը, ինչպես ծնվեց երգը, ինչպես ծնվեց տեսահոլովակը։ Արևի մոտ երգը ճիշտ 1 տարի առաջ ես ցայնակրեցի, ճիշտ այդ ժամանակը Մայքլ Գորջյանի հետ հանդիպեցա, մի քանի օր վերջ, եւ մեր հանդիպումը ընկերության դարձավ, մենք կապ ստեղծեցինք իրարու միջև համացանցի միջոցով, եւ առաջարկեցի, որ կարելի է, որ դու նկարես այս տեսահոլովակը, իրեն երկու ուղարկեցի, շատ սիրեց եւ մենք այս սեվով աշխատություններով սկսանք, դեռ քանի ամիս առաջ Ամերիկայի մեջ նկարեցինք եւ այսօր առաջին անգամ ծեր եթերի մեջ ու հետո ժամը երեկոյան 9-ին իմ YouTube-ի ալիքի մեջ արդեն հասանելի բիդլա։ Երգ ունի շատ հետաքրքիր սյուժետային գիծ, սիրո մասին է եւ վերջում ամեն դեպքում եւ հերավոր սիրո մասին է, Արևի մոդը, գսե որ երգի փարերի մեջ մի կողմում մայրամոտ, իսկ մի կողմում դարբեր երգիրներ, դարբեր սերը ոչ թե միայն աչքերով տեսնողի համար, սրտով տեսնողների համար է։ Այլևս։ Մենք մինչ հարցազրույցը սկսել էի եթերում, խոսում էինք այն մասին, որ օրեր առաջ նոյեմբերի 10-ին 15-ամյակը լրացավ առաջին ալբոմի ձեր թողարկված Սիպիլ, ինչ տպավորություններ, զգացողություններ ունեք եւ երբ հետադարձ այսպես նայում եք այդ անցած ժամանակին, ինչ զգացողություններ ունեք, հասկանալով, որ 15 տարի առաջ է թողարկվել առաջին ալբոմը։ Անհավատալի, իսկապես որքան արագ անցավ, ճիշտ այդ 10 նոյեմբերին ես արդեն հիշեցի, վեր հիշեցի եւ Աստծո անգամ եւս փառք տուվի, որովհետեւ այս ամեն ինչ իմ երազով սկսավ եւ 15 տարի դեվեց ոչ միշտ ավելի վեր բարձրանալով, ժողովրդի սերը, համերգները, ամեն տեսակետով այդ 15 տարի ես իմ սրտիս մեջ կբահեմ եւ նախ Աստծո, հետո մարդկանց շնորհակալ եմ, որ 15 տարի է իրենք Սիպիլը ավելի վեր բռնեցին։ Եվ խոսում ենք այդ հենց նախորդող տարիների մասին, այսպես հետայացք ենք ցում անցած տարիներին, ձեր մանկությունը անցել է Ստամբուլում, հայկական համայնքի ներսում, հետաքրքիր է ինչպես այս մանկությունը եւ այդ ապրած տարիները ձևավորել ձեզ որպես արտիստ եւ այն մշակույթը, այն արվեստը, որը ներկայացնում եք այսօր։ Ես Պոլսահայ մոր ծավակ եմ եւ Բոլիս ծնած եմ, Իստանբուլ ծնած եմ ու առայժմ Բոլիս կապրիմ։ Մենք մեր ընտանիքի մեջ շատ հայաբաշխման ընտանիք եղած ենք, հայախոս եղած ենք եւ ես հայերեն երգերով մեծած եմ։ Մանկությունս այս սևով էր, բայց Թուրքիո մեջ գիտեք, որ ապրիլը եւ հայկական մշակույթը բահել ու պահպանելը շատ դժվար էր։ Այդ պատճառով ես, երբ որ 15 տարի առաջ, երբ որ ետ նայում, միայն իմ երազս էր, որ ինձ համար ըրի ես այդ ալբոմը եւ չի պատկերացնել, որ Թուրքիո մեջ ալ մեծ արձագանք պիտի գտնա եւ պիտի հասնի աշխարհի 4 կողմը, նաեւ օդարներուն։ Այդ առումով ուրախ ու փախտավոր գսկամ եւ ընտանիքիս շնորհակալ եմ, որ ինձ այսպես հայրենասեր ու հայերեն լեզվի սիրահար մեկը լալով մեծնելուն համար։ Եվ այստեղ շատ կարևոր մի բան պետք է այսպես շեշտադրել, որ ձեր գործունեության կարևորությունը նաև կայանում է դրանում, որ հատկապես այդ վայրում դուք միշտ պահել ու պահպանել ու ներկայացրել եք հայկական երգարվեստը, եւ այստեղ պետք է գումանենք նաև այն տարիները, երբ դուք ելույթ եք ունեցել եկեղեցական երգչախմբում, սնվելով հոգևոր երաժշտությամբ եւ օրերից մի օր ձեր հարցազրույցը իհարկե դիտելով ձեզ առաջարկել են կոնսերվատորիայում ուսում ստանալ, բայց վարպետներից ու ձեր ծանոթներից մեկն ասել է, որ գուցե կկորցնես այն բնականությունը որ կա քո մեջ եւ որպես այդպեսի երաժշտական բարձրագույն կրթություն չեք ստացել։ Մի փոքր այս հոգու կրթության մասին, որ սնվել եք եկեղեցական երգչախմբից։ Անշուշտ որ ակադեմիկ կրթություն առնել շատ կուզեի, որովհետեւ ամեն ինչ ուսումը շատ կարեւոր է, բայց գիտեք որ ինչ որ կա ներքին, ծեր ներքին աշխարհեն գուկա եւ բնական լալը շատ կարեւոր է։
ամեն ինչի մասին բնական լալը։ Սա այս բաղուն անգամ մեր շարժումները դուրսը ինչ ես խոսնույնն ես։ Գիտեք, անգեղծությունը շատ կարևոր է իբրև երկի մասին ալ։ Ինչի մասին գերկես, եթե սիրո մասին գերկես եւ դու սիրելը չես գիտեր։ Սա չհասնիր ժողովրդին, եթե դու հայրենասիրության մասին գերկես եւ հայրենասեր մեկը չես, իմ կարծիքով քու էությամբ եւ անգեղծության այդ ամեն ինչ կապված է։ Սիպիլից հետո հաջորդ ալբոմը Սերն էր, երկրորդ ալբոմը եւ այստեղ այդ համագործակցությունը արդեն եւ հայ երաժիշտների հետ եւ միջազգային երաժիշտների հետ։ Ինչպիսին էր այս փորձառությունը եւ ինչ տվեց ձեզ դա հետագայում շարունակելու համար կարիերան։ Ինչպես ասի, առաջին ալբոմս մեծ արձագանք կդավ նաեւ Հայաստանի մեջ։ Եվ առաջին ինձ հետ ծանոթանալ ուզողները մեկը երգիչ Անդրեն էր, Անդրեն իմ թեր շատ մտերիմ ընկերներս մեկն է, Անդրեն ինձ հետ ծանոթանալ ուզեց եւ Հայաստանի երաժիշտներու աշխարհը, այդ հայտնիներու աշխարհը Անդրեի միջոցով գրնամսել որ բացվեցավ, ինքը ինձ զանազան անցերու հետ ծանոթացուց եւ երբ որ երկրորդ ալբոմի պատրաստություններու մեջ էի, անշուշտ որ իրեն հետ զուգերք ունենալ ուզեցի, Ջիվան Կասպարյանի հետ կապվեցա, Արաքե Որքյան արդեն շատ հրաշալի անձնավորություններ են, գիտեք, իրենք ցերկ երգարեցին եւ 16 հայտնի երգիչ երգչուհիներ քո հայրենիք անունով երգին, որ Հովհաննես Շիրազի խոսքերով է, Մաժակ Թոշիկյանի օրինումով միացան ինձի։ Իհարկե ալբոմների միջոցով, տեսահոլովակների միջոցով մարդիկ հետևում են ձեր գործունեությանը, ծանոթ են լինում ձեր երգերին, վայելում են երաժշտականությունը, բայց ի վերջո երբ 15-ամյա գոնե երաժշտական պատմության մասին տեղեկանում ենք, միտք է ծագում, որ արդեն ձեր մեջ պիտի լինի բուռն ցանկություն մենահամերգի, համերգային ծրագրերով հանդես գալու։ Այո, որովհետև կենթանի էներգիան պարպելու եւ ներկայանալու հանդիսատեսին վստահաբար երգչի համար լավագույն տարբերակներից ու ցանկություններից մեկն է։ Ինչ կասեք այս մասին։ Շնորհակալ եմ այս հարցի համար։ Արդեն ժողովուրդն միշտ ինձ կգրե Սիբիլ երբ մենահամերգ, բայց ցևոմը չեղավ, զանազան երգիչ երգչուհիներու համերգներու մասնակցեցա, մրցանակապաշխություններու 21 սեպտեմբերին համահայկականի եւ այլն միշտ լավ արիտներով էս արդեն փեմ ելա, բայց անշուշտ որ երազս է յուրաքանչյուր երաժիշտի փափակն է որ մենահամերգ ունենալ եւ էս իմ շուրջս իմ ընկերներս հավաքեն, հուսամ գիրականանա, չեմ գիտեր որ ինչպես կազմակերպիչներուն պետք է ասենք փոքր մասշտաբներից կարող ենք սկսել, որովհետեւ մի տեսակ որ ասում ենք մենահամերգ, մեծ այո մասշտաբային համերգային ծրագրեր։ Հայրեգործական համերգներում մասնակցած եմ, զինվորներու համար երկած եմ եւ այլն շատ բան, բայց ինչպես ասիկ մենահամերգ անունով։ Ես կարծում եմ որ այս եթերը եւս հնարավորություն կլինի, քանի որ առիթ ունենք եւս մեկ անգամ այս թեմայի մասին խոսելու, վստահ եմ որ մենահամերգը ի վերջո կկայանա, բայց նաեւ ամփոփելով մեր զրույցը խոսենք այն ամենի մասին, ինչը ավելի ձեր դաշտում է ձեր վերահսկողության, այո ալբոմները եղել են արդեն ձեր կարիերայում եւ մենք շատ ենք խոսում որ երկարվեստում մասնավորապես վերջին տարիներին քիչ ենք հանդիպում արտիստների, որոնք ալբոմ են թողարկում, հետաքրքիր է դուք պլանավորում եք ապագայում հերթական ալբոմը թողարկել թե ոչ։ Շատ դժվար է, գիտեք, ինչու դժվար է, նյութաբես դժվար է, թե ոչ բարոյաբես արդեն աշխատել է, այս երկրորդ ալբոմից վերջ սինգլի ցևով կացի, մեկ երգ տեսոլովակ եւ այդ ցևով համացանցի մեջ կրնան գտնալ, ալբոմ ունելը 12-10-ն ավելի երգ ցայնակրելը ֆինանսական շատ ամենայն դեպս մենք շատ ուրախ ենք որ դուք հոգեպես լիքտ եք կստեղծագործեք իսկ նյութապես հենց լինեք պատրաստ նոր ալբոմը կներկայացնեք հանրությանը այս բան պրեմիերա մեր եթերում դիտենք նոր երգը նոր տեսալովակը եւ շարունակենք համեցեք